Պարոն Ալեքսանյան, քիչ առաջ հայտնի դարձավ, որ Թարինի հոգևոր հովիվ Տեր Թադեի հարցը Մայրաթողի կարգապահական հարցերի հանձնախմբի օրակարգում է։ Նկատեք, որ Տեր Թադեն նախորդին մասնակցել էր Հովանավանքում տեղ ունեցած պատարագի արարողությանը։ Դուք փոխկապակցություն տեսնում եք այս իրադարձությունների մեջ։ Մասնակցեց եւ հայտնվեց հաստատորեն կարգապահական հարցերի հանձնախմբի օրակարգում։ Իհարկե տեսնում փոխկապակցություն, իմ համար խիստ տեսանելի է, որ կարգալույց կաթողիկոս Կտրիչ Ներսիսյանը ամեն կերպ փորձում է կարճած մնալ այն սին ու ոչինչ հիշացնող հույսից, թե ինքը կարող է շարունակել մնալ վեհարանում, այնինչ դա անիրատեսական մի բան է ու դա անհնարին մոտ բան է։ Ուզում եմ հիշեցնել մեր քաղաքացիներին, որ արդեն 2 շաբաթ է, ինչ նախկին հոգևորականներից մեկը հայտնել է, որ arczepiskoposներից Տեր Նաթանը ճեմարանում ըստ իրեն սիրահետել է պատանիներին, տղա պատանիներին, որոնք որ ուղղակի շորտ են հագել ըստ այդ նախկին հոգևորականի, կոմպլիմենտներ արել այդ տղաներին, ասել է ձեր ոտքերը ինձ գայթակղեցնում են եւ այլն եւ այլն, ու այս տղա պատանիներին սիրահետելու փաստը 2 շաբաթ է ինչ կա համացանցում, 2 շաբաթ է ինչ այս մեղադրանքը կա համացանցում, բայց ոչ մեկ Մայրաթողից, ոչ մեկ կարգալույց կաթողիկոս Կտրիչ Ներսիսյանի կողմից այս հարցի ոչ մի մեկնաբանություն չի տվել։ Կարգապահական վարույթ չի հարուցվել, ոչինչ չի եղել, բայց Տեր Թադեն օրինակ միանգամից արժանացել է նրանց ուշադրությանը կարգապահական Որ հրապարակվեց Նաթան Սրբազանի հետ կապված ձայնագրության մասին չի խոսքը։ Խոսքը հայկական ժամանակում, խոսքը հայկական հանդեպ այդ Սրբազանի հետ կապված մարդիկ խնդիր չեն տեսնում իրավապահները։ Ժողովուրդ ջան, այստեղ խոսքը նրա մասին է, որ այդ մարդը ճեմարանի տղա ուսանողներին ըստ հարցազրույց տված նախկին հոգևորականի գնացել է այդ տղաներին, տղա պատանիներին փորձել է գայթակղել, այսինքն սիրահետել։ Հաղորդում է, չէ՞ դա, եթե հրապարակավ այդպիսի բան։ Ես չգիտեմ, ես հիմա կոչ եմ անում իրավապահներին, որ անպայման գնան դրա հետքերով ու հարուցեն սրա առումով, որտեղ մենք չենք կարող թույլ տանք, որ նմանատիպ մեղադրանքները օդում մնան, որտեղ դա անթույլատրելի է, ուղղակի հասկանում Ես ուղղորդում եմ իրավապահներին, որ ցանկացած երեխաների նկատմամբ սեռական հանցագործությունների մասին ցանկացած շշուկի հետևից մինչև վերջ գնան, այդ թվում եւս մի։ Բայց դուք հիմա արդեն մեղադրանք եք հնչեցնում։ Չէ, ես ասում եմ, այս մեղադրանքը հնչել, այս մեղադրանքը չի հասցեագրվել։ Ես չեմ ասում, այս մեղադրանքը ճիշտ ասում, ես ասում առնվազն իրան հարգող կառույցը, եթե Մայրաթորը այդպեսին լիներ, ինքն իրան գոնե մի քիչ հարգեր Կտրիչ Ներսիսյանի կարգալույց կաթողիկոսի գլխավորությամբ, այս հարցով մի բան կստեղծեր, մի հատ այս հարցը կքններ։ Իրավապահների գործողություններով ասում ցանկացած անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգության մասին ցանկացած շշուկի հետևից պետք է գնան իրավապահները։ Տեր Թադեի նկատմամբ իրականացված էր դիտարկման ինչ է ակնհայտ է, որ հետապնդում է, գերակնհայտ է դա ուղղակի, որ կարգալույց կաթողիկոս Կտրիչ Ներսիսյանը փորձելու է գնալ բոլոր այն մարդկանց հետևից, ովքեր որ ուղղակի իր թրի տակով չեն անցնում։ Ուղղակի համաձայն չեն այն ողջ անբարոյականության ու պղծության ծավալին, որը արտադրում է ինքը ու իր շրջապատը մերձավոր։ Գուցե Նիկոլ Փաշինյանը դադարեցնի այդպես ցուցադրաբար պատարակների գնան, որպեսզի քահանաները հերթով կարգալույց չարվեն։ Իսկ գուցե պարզապես քահանաներին կարգալուծության չակերտավոր կարգալուծության տանող ինչ-որ ինքնաբերաբար կարգալուծ եղած մեկը հեռանա վեհարանից ուղղակի, որպեսզի էլ այդ հարցին մենք չբախվենք մինչև առհասարակ է, որտեղ պատկերացնում եք ինչքան աբսուրդ է, որ ուղղակի քահանաներին կարգալույծ են փորձում անել այն բանի բերումով, որ նրանց մատուցած պատարագին մասնակցում է Նիկոլ Փաշինյանը։ Դա աբսուրդ է։ Սա այն մարդիկ են, որ օրինակ շատ հաճույքով ձեռք են սեղմել տարատեսակ հանցագործների հետ։ Շատ մեծ հաճույքով պատարագ են մատուցել նրանց առաջ, իդեպ լավ են արել։ Որովհետև քրիստոնեությունը այդ խտրականությունը չի դնում։ Քրիստոնեությունը քահանաներին չի ասում, այ գիտես, ինչ դու ընտրի ում պատարագ մատուցես, ում չէ։ Պարոն Ալեքսանյան, տեսեք, երեք պատարագի ժամանակ
Հավաքվել էին մարդիկ, որոնք կարծեք թե չգիտեին որ են եկել, նրանք ձեր աջակիցներ լրագրողներ նկատի ունեն։ Չէ, թողեք հարցս վերջացնեմ։ Մարդիկ, որոնք չգիտեք ուր էին եկել, իրենց խոսույթը լսել, որպես լրագրող ինձ իրենք չեն թիրախավորել, հա, բայց օրինակ ես տեսել եմ մյուս գործընկերներիս մասին ինչեր են ասում, նույնիսկ սովորական քաղաքացիների մասին ինչ են ասում, երբ որ ասենց փոքր տարբերող կարծիք էին, տարբերող կարծիք էին ասում եւ շշմելեր են, դա եկեղեցու բակա քրիստոնեական արժեքների հետ ինչ կապ ունեն, գիտեն ուր են եկել, դուք այս վիճակը ինչպես եք մեկնաբանում։ Ես չգիտեմ նա կոնկրետ մասին եք խոսում։ Երկրորդ ես կարծում եմ, որ ընդհանրացնել ընդհանրապես պետք չի։ Ցանկացած միտեղ որտեղ կա երկու հոգուց ավել մարդ, այդտեղ արդեն կան շատ տարբեր մարդիկ, կարելի է դա այդպես ասել, իսկ միտեղ որտեղ կան հազարավոր քաղաքացիներ, այդտեղ կան շատ ու շատ տարբեր մարդիկ։ Մարդիկ են, ովքեր եկել են պատարագի։ Կարող է լինեն մարդիկ, ովքեր հունից դուրս են եկել ու կա փաստ, որ օրինակ դեռ մարդ չկար Հովանավանքում, բայց ընդդիմադիր լրագրողներից մեկը ձեր գործընկերը Անին Գևորգյան արդեն իսկ անոնս էր տվել լարված իրավիճակ Հովանավանքում։ Մտնում եմ լայվը նայում, մարդ չկա, դադար, փողոցներ են, փողոցում ինչ-որ տենց ծտերի ջրվողյուններ լսվում անգամ, էլի, որ իրար ճիշտ հասկանանք, այդ տիպի խաղաղություններ այդ բայ Հովանավանքում արդեն գրել է լարված իրավիճակ։ Հետո մի քիչ էլ անցավ, արդեն լայվը սկսեցի նայել, հասկացա թե խեր գրել լարված իրավիճակ, որտեղ պետքա լարել ինքը դրանից հետո իրավիճակը։ Հետո մի քանի անգամ ինձ մոտեցավ, մի քանի անգամ այլ պաշտոնյաների եւ քաղաքացիների մոտեցավ։ Չէ, հասկանում եմ այլ բան եք հարցում, ես մի վարքյան բան կերակցում, ես լսեցի, խնդրում եմ դուք էլ ինձ լսեք։ Հակի դուք այլ բանի մասին եք խոսում։ Չէ, այլ բանի մասին չեմ խոսում։ Օրինակ ես երկար արդեն կարելի ասել տարիների փորձ ունեմ Անի Գևորգյանի եւ այլ լրագրողների հետ շփման ու ինձ մի քիչ դժվար է հունից հանելը որպես այդպեսի, նույնիսկ երբ լրագրողը այդ ճեպազրույցը կամ հարցազրույցը վերահսկում չի կարողանալու ձեզ հակադարձել, ինչքանով է ճիշտ։ Ինքը երեք դրա տեղը հակադարձել է մի քանի ժամ, բայց երբ որ լրագրողը ճեպազրույցը կամ հարցազրույցը վերահսկում մենախոսությանը դուք տեսել եք առհասարակ այդ ժանրի մանրակ տեսեք դուք ինձ հարց եք տվել միկրոֆոնը պահել եք ձեր մոտ ձեզ հարցը հնչեցրել եք միկրոֆոնը մեկնել եք ինձ ու թողում եք որ ես պատասխանեմ հարցին այդ լրագրողի մասնակցությամբ ճեպազրույցները կամ հարցազրույցները ունեն հետևյալ տեսք ինքը լրագրողը միկրոֆոնը վերցնում է ու սկսում է խոսալ անդադար երբ որ ինչ որ մեկը ճեպազրույց կամ հարցազրույց է տալի ու շատ անփորձ մարդիկ գուցե լարվեն այդ իրավիճակից հատկապես հաշվի առնելով այն ամբողջ անտրամաբանական շրջանակը ու մնացածը, որ այդ լրագրողը արտասանում է։ Կան մարդիկ, որոնք այո, կարող են լարվել, հարգելի լրագրողներ։ Հասարակ քաղաքացիները այս մերպես այս փորձը չունեն լրագրողների հետ շփման ու տարաբնույթ լրագրողների հետ շփման, է։ Դրա համար պետք է մարդկանց էլ հասկանալով մոտենալ։ Լրագրողների հետ շփման։ Բայց իհարկե հարցը տալիս է քաղաքացին պատասխանում է ինչ որ մի դա նորմալ լրագրող բան մի ներկայացրեք լրագրողներից հետ աշխատանքը, պարոն Ալեքսանյան, բայց այնուհանդերձ չի հաջողվում, հա, Նիկոլ Փաշինյանին իր սկսած ավարտին հասցնել, նա նշել էր սեպտեմբերի վերջ, հոկտեմբերի սկիզբ հավաք կլինի, հոգևոր մեծ հավաք կլինի Էջմիածնում, որը չեղավ։ Ժամկետները կարող են փոփոխվել, դրանից իրողությունը չի փոխվում, Կտրիչ Ներսիսյանը արդեն կարգալույց կաթողիկոս Կտրիչ Ներսիսյանը արդեն մեկ ոտքով դուրս է հանել։ Ակնհայտ է, դա այնքան տեսանելի է։ Ուղղակի, նայեք, քանի տասնյակ մարդու ընդամենը մասնակցել իր գահակալության 26-րդ տարեդարձին նվիրված պատարագին։ Պարոն Ալեքսանյան, ձեր հավաքներին էլ երկու անգամ արդեն Հովանավանք է գնացել վարչապետը եւ ինչ փոքրատից մարդիկ էլ նրան կոչում։ Ժորժ, դա մեր հավաքը չի, դա պատարագ է, ակնհայտ է, որ արդեն երկու կիրակի է, ինչ Հայաստանի ամենամարդաշատ պատարագը տեղի է ունենում Հովանավանքում։ Ու նաև ակնհայտ է, որ Մայր աթոռում կարգալույց կաթողիկոս Կտրիչ Ներսիսյանի մասնակցությամբ տեղի ունեցողը այնքան սակավամարդ է, որ դա նույնիսկ չգիտեմ էլ ինչ է։ Ամոթել է ուղղակի, անկեղծ։ Մարդիկ հատուկ հայտարարություն էին տվել, անոնս էին արել, ասել էին կաթողիկոսի գահակալության 26-րդ տարեդարձին նվիրված, ասել էին, որ սուրբ մասունքներ են այդ օրը դուրս բերվել, եւ միևնույնն է դատարկ էր Մայր աթոռի Բայց ո՞նց է նկատել։ Երբ է հորդորել, որ միանա։
հայտարարում է, որ տեղի ունենալու, այսինքն ըստ էության նաև դա հայտարարություն է, որ կարող են Չէ, մասնեությանը մի բան, այն ինչ դուք եք հասկանում։ Շարունակում հարցնել նախարարներն են ներկայ հիմնականում պատգամավորներ եւ հանրային աջակցություն առանձնապես չկա։ Հիմա սա արդյոք ցույց չէ, որ միայնակ եք մնացել կաթողիկոսին հրացնելու գործընթացում եւ շարունակում եք գործընթացը անընդհատ պատարակներ, որպեսզի տեսեք արդյոք շատ մարդ հավաքի, որ կարողանաք ներկայացնել իջմիածին գնալ։ Հարգելի գործընկերներ, այդ ինչը դուք եք պնդում, այնքան կտրված է իրականությունից։ Բացարձակապես կտրված է, եթե ձեր ասածով լիներ։ Մայրաթորուն երեք Կտրիչ Ներսիսյանի իբր գահակալության 26-րդ տարեդարձին ասեղ գցելու տեղ չէր ելնում։ Ասեղ գցելու տեղ չէր ելնում։ Ստիպված ընդդիմադիր պատգամավորներով են լցրել Մայրաթորի դահլիճը, ստիպված լցրել։ Ստիպված այն Քոչարյանական մյուս ուժը իր քարոզարշավը իջմիածնում թողել գնացել անդեղ, որ այդ դահլիճը գոնե դահլիճը կարողանան ցույց տան, որ իբր մարդաշատ է։ Բայց ակնհայտ է, գերակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, հավատավոր քաղաքացիների բացարձակ մեծամասնությունը մերժում է կարգալուց կաթողիկոս Կտրիչ Ներսիսյանի եւ իր թայֆայի բարքերը։ Ինչա նշանակում չի միանում։ Հարգելի գործընկերներ, որ պահին Հայաստանի Հանրապետության վարչապետը կհնչեցնի ու կհորդորի, որպեսզի քաղաքացիները մասնակցեն այս ինչ պրոցեսին։ Երբ հնչել։ Երբ հնչել, դուք ասում եք, դուք մարդկանց հրավիրում եք բանեկան, բայց երբ եք տես բան հրավիրում։ 2020 թվականին։ Այո, ասում եմ, ես գնում եմ աղոթեմ, մենք գնում ենք աղոթենք, դա ուրիշ բան է։ Հարգելի քաղաքացիներ։ 2020 թվականին Նիկոլ Փաշինյանը նույն Գարեգին երկրորդին գահակալության արդիվ շնորհավորել էր։ Այն ժամանակ չգիտեիք, որ այսպիսի բաներ կան, այսինքն կաթողիկոսի հետ կապված այս տեղեկություններին չեք տիրապետում, որ այդպես շատ սիրուն, շատ գեղեցիկ կարևորում էիք ինստիտուտը, եկեղեցին եւ շնորհավորում էիք նրա գահակալությունը։ Ես նախ ողջունում եմ, որ դուք արդեն այս փաստերը որակում եք որպես տեղեկություններ, որտեղ կան լրագրողներ, որոնք դա որակում են կեղծիկ, բայց ողջունում եմ, որ դուք դա տեղեկություն եք որակում։ Ես ողջունում եմ, որ դուք դա տեղեկություն եք որակում, հրապարակորաթերթից մարդ չկա, որտեղ իրանք կպնդեին, որ սա փաստ է միանշանակ, քանի որ այդ ամեն ինչը նվազած է։ Հրապարակումը 2018 թվականից առաջ էր։ Այդ հրապարակումը Ռուզանի նշած շնորհավորանքից առաջ էր։ Ինչի այդ հրապարակի Պարոն Կիրակոսյան, երկու բան։ Առաջինը մամուլում գրված ցանկացած բանի իշխանությունը չի կարող կուրորեն հավատալ, իշխանությունը կարող է հավատալ մամուլում հրապարակված ինչ-որ մի բանի, երբ որ ունենում է դա հաստատող այս կամ այն փաստ։ Եվ այդ հաստատող կուրորեն չենք հավատում, մենք տիրապետում ենք արդեն դա հաստատող շատ լուրջ փաստերի, շատ լուրջ, առավել քան լուրջ փաստերի, եւ դրանից զատ, եթե ձեր մեղադրանքը շարունակում է մնալ այն, որ մենք բավականաչափ շուտ չենք սկսել մեր պայքարը կարգալուց կաթողիկոս, կարգալուց ձեր պնդումը ու կամ հակադարձումը մեզ կայանում է նրանում, որ մենք ավելի շուտ չենք սկսել կարգալուց կաթողիկոս Կտրիչ Ներսիսյանի եւ նրա բանդայի դեմ պայքարը, ես այդ մեղադրանքը ընդունում եմ եւ թող Աստված ների մեզ մեր այդ մեղքը։ Նույն ժամանակ որ կաթողիկոս օրինակ հրաժարական չէր պահանջում։ Երբ չէր պահանջում։ Օրինակ ընդամենը մի տարի է եղել, որ Կտրիչ Ներսիսյանը չի պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Նիկոլ Փաշինյանն ասաց եկեղեցի 20 թվականից սկսած Կտրիչ Ներսիսյանը պահանջում է հրաժարական։ Ձեր լոգիկայով, պարոն Կիրակոսյան, ձեր լոգիկայով հենց հրաժարականի հաջորդ օրվանից պետք է այս թեման բարձրանա։ Բայց անվտանգությունը վերցրեցի, պետական միջոցառումները։ Հիմա ձեր ասածն ավելի իրատեսական, թե իմ ասածն Ես կարծում եմ, երբ որ վարչապետը հայտարարեց, դրանից անմիջապես առաջ էլ հայտնվեցին։ Ես այդպես եմ կարծում, չեմ կարող։ Դուք տեսել եք այդ փաստերը։ Ոչ։ ԿՊ-ի վարչությունը չի ասել։ Ինչ կապ ունի։ Նիկոլ Փաշինյանի հրապարակ օրաթերթի փաստերը կան, փաստերը առավել քան խոսուն են, կարող եք այդ փաստերը elections-ով ընդունեք միջև ստուգել։ Էլ չեմ ասում, որ կարող եք հրապարակի ներողություն, էլ չեմ ասում, որ կարող եք ուղղակի հրապարակի հոդվածը վերընթերցել, հրապարակի հոդվածի մամուլի հոդվածները պետք չէ հավատալ, մենք պիտի փաստեր ունենայինք։
Հարգելի գործընկերներ, ես ասում եմ, իշխանությունը չի կարող հենվել մամուլի հրապարակումների վրա։ Դուք իշխանություն չեք, գուցե հավակնություն ունեք, ողջունում եմ ձեր այդ հավակնությունը, բայց Պարոն Ալեքսանյան, այդ այնց որ ասում եք մամուլը գրել էր եւ այլն, հետո դուք փաստեր ունեցաք, մամուլը տարիներ առաջ գրում էր մեկ այլ դեպքի մասին, որ մեկ այլ սրբազան որդի ունի, բայց մամուլի հրապարակումներին բանի տեղ չդնելով, այդ որդուն Նիկոլ Փաշինյանը հասցրեց իր Հարցը էական չի, ասեմ ինչի, որովհետև դուք հիմա թիրախավորում եք, ենթադրաբար չկապ չունի, դե ակնհայտ է ինչ մասին եք խոսում, պարոն Կիրակոսյան, ես ասում դուք հիմա թիրախավորում եք ենթադրաբար ինչ որ կուսակրոն եկեղեցականի զավակի։ Ես դա ձեզ կոչ եմ անում չանեմ, ինչը մենք էլ չենք անում, ինչը ում ենք թիրախավորում։ Օրինակ անդադ ասում եք կաթողիկոսի աղջիկը, Եվ անուն եք տալի։ Դե բոլորը գիտեն, որ Կտրիշ Ներսիսյան աղջիկ ունի եւ բոլորը գիտեն Կտրիշ Ներսիսյանի աղջիկա։ Բայց ինչի մասին է այս ամբողջ պատմությունը, ժողովուրդ ջան։ Եթե բոլորս պետքա գանք ստեղ կանգնենք իրար աչքերի մեջ, նայենք ու խոսենք։ Դուք չէ մի վարքան, երևույթից եմ խոսում, երևույթը հետեւյալն է, բոլորս պետքա գանք կանգնենք ստեղ, նայենք իրար աչքերի մեջ, ասենք դե հա, բոլորս գիտենք, որ Կտրիչ Ներսիսյանը ունի աղջիկ, բոլորս գիտենք, թե ով է այդ աղջիկը, հետո լուրջ դեմքի արտահայտությամբ շարունակենք ասել, իսկ որտեղից ձեզ այդ փաստեր, իսկ որտեղից ձեզ այդ ինֆորմացիա, իսկ ինչի եք որոշել, որ Կտրիչ Ներսիսյանը պետք է կաթողիկոս չլինի, կներեք ժողովուրդ ջան, լուրջ չի։ Ձեր նման մենք էլ ենք մամուլ քարտում, պատկերացնում եք բան Ալեքսանյան։ Պարոն Ալեքսանյան, մեր գործընկերներ փորձում կներեք մամուլի բաժնից հայտարարում են, որ ՔՊ-ի մեղադրանքներին չեն պատասխանում ոչ վեհապարը, ոչ էլ մյուս եկեղեցականները, ելնելով այն գաղափարից, որ ամեն մոլորվածի կամ հոգեպես խեղված կարծիքներին հարկ չկա, որ վեհապարը անդրադառնա առանձին հարվածները։ Հիմա ինչպես մեկնաբանել, որ կարող է հոգեպես խեղված, հա, հոգեպես խեղված, հա։ Ես չգիտեմ, իմ կարծիքով Գուցե տեղեկություն ունեն իրենք այդ բանը։ Անկեղծ էլի հոգեպես, այդ իրանք են ասում ինչ որ մեկին հոգեպես խեղված։ Ժողովուրդ ջան, կներեք, բայց մենք թե մեր քերիներին, թե մեր քերիների կանանց միայն որդիաբար ենք վերաբերվում, հազար ներողություն, եթե դա հոգեկան խեղում են իրանք վերագրում որպես հազար ներողություն, բայց այդ դեպքում հոգեկան խեղվածները իրանց պատկերացմամբ այդ երկրում չափազանց շատ են։ Նաթան arczepiskopos-ի մասին նշեցին, որ Ալեքսանյան նրա վերաբերյալ հոգևոր հովիվներից մեկի, եկեղեցականներից մեկի հարցազրույցին անդրադարձավ, բայց նախորդ շաբաթ ուրիշ փաստեր եկան, հայտնի տեսանյութությունը ֆոտոներ մեկ այլ եպիսկոպոսի վերաբերյալ, այս փաստից հետո է կարծեք թե կարգապահական ինչ-որ բառ Ես այդ տեսանյութի մասին, ես այդ տեսանյութի բովանդակության ու բանի մասին չեմ ուզում խոսամ։ Ես տեսանյութի բովանդակության մասին ընդհանրապես չեմ ուզում խոսալ, որտեղ այդ տեսանյութի գոյությունը ինքնին համարում եմ խստագույնս դատապարտելի մի երևույթ ու սրա հետ զուգահեռ ուզում եմ ուշադրություն հրավիրել եմ փաստի վրա, որ մի շարք հոգևորականներ պարբերաբար մեղադրել են Կտրիչ Ներսիսյանին եկեղեցականների վրա կոմպրոմատներ հավաքելու վրա ու այն որ Կտրիչ Ներսիսյանի ու Արշակ Խաչատրյանի, եթե չեմ սխալվում, հարաբերությունները խիստ լարված են, դրա մասին բոլորը գիտեն ու ես կարծում եմ, որ նաև այդ է, էլի, այդ էլ է հոգեկան խեղման մի ուրիշ տարբերակ էլ դա ինչ որ մեկի վրա ինչ որ տես կոմպրոմատ հրապարակել ու կամ այդ կոմպրոմատները հավաքելը մի ուրիշ հոգեկան խեղման թեմա էլ դա է իհարկե կաթողիկոսի եւ Արշակը սրբազանի հարաբերությունները լարված են, հետո հրապարակել այդ տեսանյութը, հետո ասել այդ տեսեք Պարոն Կիրակոսյան, իսկ մա դուք եկեղեցական անցուդարձին լավ չեք տիրապետում, որովհետեւ եթե տիրապետեք, դուք վստահաբար կիմանայիք, որ եկեղեցու ներսում ամենահին կոնֆլիկտներից մեկը դա Արշակ Խաչատրյանի ընդդեմ Կտրիչ Ներսիսյանի եւ Եզրաս Ներսիսյանի կոնֆլիկտն է, դա էլ մի ուրիշ բան է, որի մասին որ կարծում եմ տղամարդուն վայել չի խոսել, բայց իրանք որ իրանք խոսացնես կխոսան իսկ։ Arczepiskopos Խաչատրյանը երեք մասնավորության Անընդունելի է, ոնց անընդունելի չի։ Ընդունելի է տեսամարտ։ Անընդունելի։ Տեսաբանություններ են հրապարակում մարդու անձնական կյանքի վերաբերյալ։ Այդ դեպքում ինչպես է, որ դա հայտնվում է իշխանական լրատվամիջոցում, եթե ընդունելի չէ։ Ո՞ր լրատվամիջոցում իշխանական։ Ո՞ր իշխանական լրատվամիջոց։ մեր իշխանական։ Չէ, ո՞ր։
Եթե չեմ սխալվում։ Կներեք կներեք մամուլ EM-ում եք ուզում ասեք, բայց մամուլ EM-ը ընդհանրապես իշխանական մեդիանյուզում նման բան է հրապարակվել, իսկ դուք սխալվում եք հստակ։ Չափազանց եք սխալվում, ես ինչքան տեսել եմ դա անդիմադիր մամուլում այնց է պատտոտվել, ընդհանուր միջև տեսել եմ, որ դա հրապարակած ալիքը տենց գրություն ա գրել Նիկոլի Ժեխեր վերնագրով, տենց ինչ-որ բաներ ա, պարոն Կիրակոսյան, օքեյ, շատ լավ, տեսել եմ, որ Արշակ Խաչատրյանը ասել է, որ սա ինչ-որ կեղծ վիդեո է, բայց տեսել եմ, որ այդ իր ասելուց հետո շարունակել են մարդիկ պնդել, որ այդ վիդեոն կեղծ չի, որ այդ վիդեոն նկարահանված է ինչ-որ կերպ, ու դրանով տենց այդ թեման առաջ են տարել, շատ ընդդիմադիր գործիչ է։ Ոչ, չի տեղադրվել։ Լուսանկարները տեղադրվել են բոլոր ընդդիմադիր լրատվականներ, գրեթե բոլոր ընդդիմադիր լրատվականներում, չգիտեմ, չեմ կարող պնդել, բայց կարող եմ պնդել, որ բոլոր ընդդիմադիր լրատվականներում այդ ֆոտոները տեղադրվել են։ Պարոն Ալեքսանյան, ձայնային են, որ ասում էր Սրբազան Ջանբանեն, բանը որ կաթողիկոսի քրուսելաբան ուղարկի է միտինգ, դա առաջինը հենց իշխանական եւ մերձ իշխանական լրատվամիջոցներ տարածել։ Դե դա չեմ, հիմա դա ձայնագրություն է, եթե ձեզ թվում է, թե եկեղեցու ներսում կամ ընդդիմության ներսում քիչ մարդիկ կան, որ ինֆորմացիա են տրամադրում իշխանական կամ մերձ իշխանական լրատվամիջոցներին, դուք սխալվում եք։ Դուք շատ եք սխալվում ու պարբերաբար եք սխալվում այս թեմայով եթե։ Բայց քանի որ երեք Արշակ Խաչատրյանը ասում էր Գարեգին Գյուղակալության աշխատանքի չորությունը, այսպես ասած, ընդհանուր հայտարարի է եկել Արտեմիս Օտոսը, որի վերաբերյալ առաջին մասնակցությունը հանրայնացրեցին եւ Գարեգին Գյուղ։ Այսինքն ես չեմ կարծում, դե իմ համար ակնհայտ է, որ կտրիչը հասկանում եք, երբ որ մի մարդ այդքան խոցելի է, մի մարդ ինքնին անվանում է կաթողիկոս, բայց ինքը դե յուրե չի կարող լինել կաթողիկոս, ակնհայտ է, որ ինչ-որ մի կերպ պետք է փորձի այդ մարդկանց իր կողքը պահել։ Պարոն Ալեքսանյանը, դրսից կան ճնշումներ Հայաստանի իշխանությունների վրա, որ կաթողիկոսին նեղացրեք, եւ եթե կան, որ երկրներից կան։ Այսինքն դրսից ճնշումներ։ Այլ պետություններից։ Նման ճնշումների մասին։ Կամ հորդորներ, խորհուրդներ։ Նման ճնշումների մասին ինձ ոչինչ հայտնի չի։ Միջազգային մամուլում վերնագիր է շրջապատվել, ենթադրում եմ նաև համապատասխան բովանդակություն կարդրապատ, որ քրիստոնեություն առաջին ընդունած պետությունում դա այն գովազդային հոդվածի մասին է կասում։ Գիտեմ, որ մարդիկ կան, որ շատ փող ունեն, չգիտեն այդ փողը ինչ անեն, ու քանի որ շատ անտաղանդ են այդ փողը ծախսելու հարցում գնում են տարբեր հայտնի լրատվականներ, արտասահմանում ընդունված բանը ունեն գովազդային էջեր կոնկրետ, այդ գովազդային էջերը գումարը տալիս ես, եթե ինչ-որ պետերկրի օրենսդրությանը հակասող բան չի, քո տվածը ուղղակի պատրաստ են այդ լրատվականները տպեն, ու այդ մարդիկ քանի որ շատ փող ունեն, բայց տրամաբանությունը առնվազն փողի քանակին զիջում է, այդտենց գործողություններ են անում, հույս ունենալով, որ դա իրանց ինչ-որ մի բան է տալի։ Այն դեպքում, երբ որ այդ հոդվածի վերևը ակնհայտ գրված է, որ դա փողով հոդված է։ Պարոն Ալեքսանյան, երեք հովանավանքում ձեր աջակցություններից մեկը ասում էր Ժաչա Ակոբյանը ասեմ, որպես իշխանության ներկայացուցիչ, որ դուք ամենաարդար սրբազաններից մեկին եք ձերբակալել, կալանավորել եւ պետք է նրան իզուրեք բռնել, պետք է նրան բացվել։ Նման քաղաքացի է ձեր աջակիցն։ Ինչու՞ չեք լսում ում մասին է խոսքը։ Միքայել Սրբազանի մասին։ Հարկելի գործընկերներ։ Օրինակ, քաղաքացուն ինչի՞ չեք լսում։ Նկատենք, որ մյուսները ով մեր աջակիցը չի հպարտ չի։ Հա, հենց այդ քաղաքացին էր, որ այլ կարծիք էր ասում եւ բոլորը նրան ինչ ասես ասեցին։ Շատ իզուր, որտեղ մարդու իրավունք ունի իր կարծիքը ասել, ես օրինակ ես ինչ գործ ունեմ, ասեմ Ժողովուրդ ջան, դատարանի վճիռ է, հիմա ես որ զանգեմ դատարանին, ասեմ հարգելի դատարան, իրավապահ համակարգ չի, դատարանն է, Ժողովուրդ ջան, այն նույն դատարանն է, որը օրինակ ինչ որ մի գործով Ռոբերտ Քոչարյանին ազատություն է տալիս, այն նույն դատարանն է, որը օրինակ Քոչարյանի գործով վաղեմության ժամկետ է ճանաչում։ Այդ նույն նշանակում է, ոչ, դատապարտում է նման քայլի համար։ Դա նաև կարծիք Ոչ, Ժողովուրդ ջան, դա նշանակում է, որ կա կոնկրետ քրեական օրենսդիր, որը իրենից ենթադրում է, որ եթե դու անում ես զինված հեղաշրջման կոչ, դու դրա համար պետք է կրես պատասխանատվություն։ Չափում մնացածը
Որոշումը արդեն դատարանում է։ Ոնց չի արել։ Հիմա դուք եք իր ասածը հակասում։ Եք խմբագրում իր ասածը, ուրեմն ասում։ Մարդը ասում է, այդ մի կոչը մի անգամ կոչ համարեց, մի անգամ չհամարեց նախորդ անգամ։ 1000 անգամ պարզաբանել է դատախազությունը սա։ 1000 անգամ պարզաբանել է սա դատախազությունը։ Մարդիկ չեն հավատում, Ով չի հավատում։ Ով չի հավատում։ Հասարակությունը, ես վերում եմ։ Հասարակության արդարադատությանը չի հավատում մենակ այն բերումը, որ Ռոբերտ Քոչյանը դրսում է։ Էտա հասարակության ես եմ շփվում այդ հասարակության։ Այդ հասարակությունը այո ինձ գալի ասում է հարկելի պարոն падգամավոր, ինչի է Ռոբերտ Քոչյանը դրսում։ Հիմա այդ նույն հարցին եմ ես պատասխանում, այն հարցին էլ պետք է պատասխանեմ, թե ինչի է այս մեկը ոչ դրսում, այն մի հարցն է։ Իսկ իրականում ժողովուրդ ջան, ձեր հարցերի այդ կոնկրետ դատական վճիռների հարցով ձեր հարցերի հասցեատերը Հայաստանի Հանրապետության դատարաններն են։ Ձեզ նույնպես։